Բաբելոնի աշտարակի մասին։ Դարեր շարունակ մարդիկ զարմանքով ու տագնապով նայել են Աստվածաշնչյան մի խորհրդավոր պատմության՝ Բաբելոնի աշտարակի պատմությանը։ Արդյոք սա մարդկային ամբարտավանության արդյունք էր, թե ավելի խոր եւ խորհրդանշական պատմություն, որը մենք լիարժեք չենք հասկանում։ Նախ եւ առաջ եկեք հիշենք, թե ինչ է գրված Աստվածաշնչի Ծննդոց գրքում այս պատմության մասին։ Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին եւ նույն բառերը։ Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենար երկրում մի դաշտավայր գտան եւ բնակվեցին այնտեղ։ Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան իբրև քար եւ կուպր իբրև շաղախ։ Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք եւ մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք, եւ մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։ Տերն իջավ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները, եւ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն, եւ սկսել են այն կառուցել։ Արդ ոչինչ չի պակասում նրանց իրենց ցանկությունը ի կատարածելու։ Եկեք իջնենք եւ խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ Եվ Տերը Աստված այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ Այդ պատճառով էլ այն կոչվեց խառնակություն, Բաբելոն, որովհետև Տերը Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։ Եկեղեցական մեկնաբանությամբ Բաբելոնի աշտարակը սիմվոլ է մարդկային հպարտության։ Մարդը փորձում է հասնել երկինք առանց Աստծո, կառուցել իր փառքը սեփական ուժերով։ Աստծո միջամտությունը, լեզուների խառնելը դառնում է պատիժ, բայց նաև պաշտպանություն, մարդուն հենց իրենից պաշտպանելու համար։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ տեսակետեր են առաջարկվում ժամանակակից հետազոտողների, հնագետների եւ պատմաբանների կողմից։ Ամերիկացի հայտնի պատմաբան եւ 5 կտակարանի հետազոտող պրոֆեսոր Ջոն Ուոլթոնը առաջարկում է, որ Բաբելոնի աշտարակի պատմությունը պետք է հասկանանք եւ վերլուծենք տվյալ ժամանակի կոնտեքստում։ Նրա խոսքով մենք հաճախ սխալվում ենք, երբ փորձում ենք հասկանալ 5 կտակարանի պատմությունները մեր ժամանակի հայացքով։ Ուոլթոնը, ինչպես նաև այլ հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ Բաբելոնի աշտարակը իրականում զիկուրատ էր, հնագույն տաճարային կառույց, որը ըստ այդ ժամանակվա մարդկանց պատկերացումների աստվածներին իջեցնում էր երկիր։ Բայց սա պարզապես շենք չէր, այն սիմվոլ էր մի բանի, որ բաբելացիներն ուզում էին անել՝ ստիպել Աստծուն իջնել ու բնակվել իրենց մեջ։ Ուոլթոնի կարծիքով Աստծուն դուր չեկավ այն գաղափարը, որ մարդը փորձում էր հիմնել Աստծո ներկայության կենտրոնը իր սեփական կամքով, առանց Աստծո առաջնորդության եւ հրամանի։ Այլ կերպ ասած, մարդիկ իրականում ոչ թե ֆիզիկապես բարձրանում էին երկինք, այլ փորձում էին Աստծուն վերահսկել, բնակեցնել իրենց հարմար վայրում, այդպես հասնելով երկինք։ Հնագետների մեծ մասը վստահ է, որ Բաբելոնի աշտարակի պատմությունն իրական հիմք ունի։ Բաբելոն քաղաքը, Միջագետքի հին մայրաքաղաքը, իրոք ուներ մի հսկա զիկուրատ՝ Էտեմենակին։ Էտեմենակի շումերեն նշանակում է տան հիմքը, որը կապում է երկինքներն ու երկիրը։ Հավանաբար հենց այս զիկուրատն է պատմության հիմքում։ Այն կանգնած էր մոտ 90 մետր բարձրության վրա, ինչն այն ժամանակի համար հսկայական էր։ Պեղումներն ու սեպագիր գրությունները վկայում են, որ այն կառուցել սկսել են դեռևս Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում։ Նաբուգոդոնոսոր II վերակառուցել է այս զիկուրատը Բաբելոնի ոսկե դարաշրջանում, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում, սակայն երբ պատմիչ Հերոդոտոսը այցելեց քաղաք, այն արդեն ավերված էր։ Ըստ ամերիկացի հայտնի փիլիսոփա եւ քրիստոնյա ապոլոգետ Մայքլ Ջոնսի, մեկ այլ տարբերակ էլ առաջարկվում է Միջագետքի հնագույն քաղաք Էրիդուի զիկուրատը, քանի որ հենց Էրիդուն է շումերական աղբյուրներում անվանվում որպես առաջին քաղաք։ Ըստ հնագիտական պեղումների, Էրիդու քաղաքում նույնպես զիկուրատ է եղել, որը ըստ հետագա շումերական գրավոր արձանագրությունների հավանաբար նվիրված է եղել շումերական աստված Էային։ Ջոնսը չի բացառում վարկածը, որ առաջին զիկուրատը կառուցվել է հենց առաջին քաղաքում Էրիդուում, իսկ մյուս զիկուրատները կառուցվել են հետագայում փորձելով կրկնօրինակել Էրիդուի զիկուրատը։ Այս ամենի հետ կապված նաև չենք կարող չխոսել մի հետաքրքիր փաստի մասին։ 19-րդ դարում բրիտանական թանգարանի աշխատակից հայտնի հնագետ Ջորջ Սմիթը, ով հայտնի է նրանով, որ առաջինն է հայտնաբերել եւ թարգմանել Գիլգամեշի էպոսը, հնագույն գրությունները թարգմանելիս հրապարակել է մի բնագրի պատառիկ, ինչ որ զիկուրատի ավերման մասին։ Այդ բնագիր պատառիկում ասվում է հետևյալը. Սույն տաճարի կառուցումը աստվածների զայրույթն առաջացրեց։ Մի գիշեր նրանք հողին հավասարեցրին այն, ինչն արդեն կառուցվել էր։
Նրանք մարդկանց տարան հեռավոր կողմեր եւ նրանց լեզուն խառնեցին։ Դարձրին այն տարօրինակ ու օտարոտի։ Նրանք խափանեցին հետագա շինարարությունը։ Այս հին բնագրի նմանությունը բաբելոնյան աշտարակաշինության մասին սուրբ գրային պատմության հետ ուղղակի ապշեցուցիչ է։ Աստվածաշունչն ասում է. Տերը իջավ տեսնելու եւ խառնեց նրանց լեզուները։ Զիկուրատները կառուցվում են աստվածներին երկիր իջեցնելու, եւ հետաքրքիրը այն է, որ Սուրբ գրքում ներկայացվում է, որ Աստված իջավ ու խառնեց նրանց լեզուները։ Այսինքն նույնիսկ հնագիտական աղբյուրներում ակնարկ կա երկնային միջամտության կամ աղետի մասին, որը խափանեց այդ մեծ ծրագիրը։ Բնականաբար նրանք այդ ամենը իրենց հասկացողության եւ մշակույթի կոնտեքստում վերագրում են իրենց աստվածներին, եւ զիկուրատների կառուցման պատմությունները նույնպես հարմարեցնում են իրենց մշակույթին, վերագրելով իրենց աստվածներին, ինչպես օրինակ Էրիդու քաղաքի զիկուրատի դեպքն է։ Ջոն Վոլթոնի վարկածը զուգակցված հնագիտական տվյալների հետ մեզ առաջարկում է մի հետաքրքիր դիտակետ։ Բաբելոնի աշտարակը պատմական կառույց է, բայց նրա ներսում թաքնված է մի խորը գաղափար՝ մարդու փորձը Աստծուն թելադրելու որտեղ բնակվել։ Այս պատմությունը արդիական է նաև այսօր, երբ մենք կառուցում ենք մեր աշտարակները, տեխնոլոգիաներ, գաղափարախոսություններ, նույնիսկ կրոններ, առանց Աստծո առաջնորդության, արդյոք մենք չենք կրկնում նույն սխալը։ Երբ մարդը փորձում է ստեղծել իր ճշմարտությունը իր կամքով, նա մոռանում է, որ իրական ճշմարտությունը Աստված է։